Դե ինչ հարգելի հեռուստադիտող, բուռն մշակութային եւ թատերական ներկայացումները քննարկելուց հետո մենք դարձյալ տաղավարում ենք եւ մշակույթի թեման շրջանցելով դարձյալ խոսելու ենք նոր իրադարձություններից։ Տաղարան համույթը մարտի 27-ին ներկայացրել է Լևոն Զորյան 95 համերգային ծրագիրը։ Հենց այս ծրագրերի մանրամասների մասին էլ խոսելու ենք ջութակահարուհի Քրիստինե Չրչյանի հետ։ Ողջունում եմ ձեզ Քրիստինե եւ բարով եք եկել մեր տաղավար։ Միասին կխոսենք համերգային ծրագրից, բայց ինչպես ավանդական հարցն է ձեր առավոտը ինչպես սկսեցիք եւ ինչի մասին են ձեր շաբաթները առհասարակ հանգստանում եք թե միևնույն է աշխատում եք։ Միևնույն է միշտ աշխատում։ Մեր այսօրվա բոլոր հյուրերն աշխատում են եւ շատ աշխատասեր մարդիկ են առհասարակ։ Այդպես առավոտը ինչպես միշտ սկսում եմ մի գավաթ սուրճից, այնուհետ արդեն աշխատանքային փորձեր։ Այո, բոլոր այսպես թատրոնի, մշակույթի հետ կապված մարդկանց դեպքում նամանավանդ են փորձերը միշտ կան շաբաթ կիրակի չճանաչող երևույթների մասին է խոսքը գնում։ Լևոն Զորյան 95 համերգային ծրագիրը մարտի 27-ին կայացավ։ Նախ կիսվեք ձեր տպավորություններով, որովհետև ամեն դեպքում ժամանակ առաջ է տեղի ունեցել, ինչ տպավորություններ ստացաք համերգային ծրագրից առհասարակ։ Գիտեք ինչ, Լևոն Զորյանը իմ համար շատ հարազատ թանկ անձնավորություն է, քանի որ եղել է իմ առաջին ուսուցիչը ջութակի, իմ համար շատ պատասխանատու համերգ էր, բայց առաջինը չէր, որ նվիրել էի իր հիշատակին, մի անգամ մի քանի տարիներ առաջ նվագել եմ էլի մենահամերգ իր հիշատակին, մի համերգ էլ Արցախում եմ նվագել, էլի Լևոն Զորյանի հիշատակին մենահամերգ, այս համերգը քանի որ այս տարի լրանում էր Լևոն Պապկենովիչի 95-ամյակը, հոբելյանական է։ Այո, եւ ես շատ ցանկացա եւ դիմեցի մեր մայստրոին Սեդրակ Երկանյանին, որտեղ ես աշխատում եմ Տաղարան համույթում, կոնցերտ մեստր եմ, այդպես ասեցի կլինի որ այս համերգը, որ ես բարբերաբար մենահամերգներ շատ եւ Հայաստանում եւ արտերկրում, տարբեր երկրներում տալիս եմ, այդպես ասեցի այս համերգը շատ մեծ ցանկություն ունեմ նվիրել իմ ուսուցիչին, նա ասեց մեծ սիրով իհարկե այդպես ու առաջացավ այդ միտքը, որ այդ համերգը նվիրենք Լևոն Պապկենովիչի հիշատակին։ Շատ կարևոր է, երբ կա բուռն ցանկություն եւ այդ ցանկության կողքին մարդիկ, ովքեր որ կօգնեն դա իրագործել եւ ձեր դեպքում այդպես է եղել։ Քրիստինե, առաջին ուսուցիչները միշտ հիշվում են եւ լավ են հիշվում։ Ինչպիսի ուսուցիչ էր Լևոն Զորյանը ձեզ համար։ Լևոն Զորյանը իմ համար ահավոր բարի շատ ջեր մասնավորություններ նվիրված իր աշակերտներին, նույնիսկ ես որ նոր էի ընդունվել փոքր 6-7 տարեկան երեխա էի, գնում էի երաժշտական դպրոց, դասի ընթացքում նվագելուց նայում էի ուշադիր իրեն, ասում էր Քրիստինա ջան, մի հատ ջութակը իջացրա, մի հատ կուշտ նայիր, նոր նվագիր, ասում էր նվիրելու եմ իմ նկարը, կտանես դու լավ կնայես, այդպես ու հիշում եմ մի դեպք, որ առաջին մրցույթներ Ավետ Գաբրելյան, Սերգեյ Ասլամազյան, կարծեմ 4-րդ դասարանն էի, եթե չեմ սխալվում, եւ ես մասնակցում էի առաջի անգամ մրցույթի, հանրապետական մրցույթներ, այդպես ու Լևոն Պապկենովիչի մոտից նաեւ 3 բացի ինձանից 3 հոգի էին մասնակցում, ես փոքրերի խմբում էի, իրանք մեծերի, ու այնպես եղավ, որ ես առաջին մրցանակ փոքրերի խմբում ստացա, մեծերի խմբում առաջին մրցանակ ստացան 2 հատ տղա, մի տղան էլ 3-րդ մրցանակ, այդպես ինքը ահավոր իմ համար էր ուրախացել, որ ես փոքր էի ամենա, ասում էր հանկարծ չմտածես, որ դպրոցի նման է, որ 5-ն է ամենաբարձրը, Թվանշանը, առաջի նշանակում է ամենաբարձրը, այդպես ու այդ համերգների մրցույթից հետո մեծ համերգներով մի քանի երեխաների տարան Արգենտինա, Ուրուգվայ այդպես մրցույթի ու Լևոն Պապկենովիչը միգրեն ուներ, ուժեղ գլխացավ էր ու գնալուց առաջ ես մտածում էի, ասում եկը գնամ, ես այնտեղ տեղ կգտնեմ, ես իրեն կօգնեմ, հա, Արգենտինայում կլինի տեղ, որ ինքը խմի, գլխացավն անցնի ու որ մենք մեկնեցինք այդպես այնտեղ հարցնում էի, տեղատուն չէին հասկանում, ես ինչ եմ ուզում, այդպես կացի, որ միևնույնը չեն հասկանալու, ասի ձևեր էի անում, որ գլուխս ցավում է, ասում էի գլուխս ցավում է, տեղ էին տալիս, ես էլի ձևեր էի անում, որ խմում եմ այդ տեղը, հավաքում էի, հետս մի տոպրակ տեղ եմ բերել ու չգիտեի ինչ տեղ են տալիս, օգտագործել է հետագայում, պարզվեց, որ ասպիրին էին տվել, Հայաստանում շատ կա, այո, եւ որպեսզի նաեւ մեր հեռուստադիտողին դիմելով ցույց տանք, թե ինչպիսի ջութակահարուհի եք նաեւ դուք նամանավանդ երբ շփումը ձեր եւ ջութակի շատ փոքր տարիքից է եղել, եկեք դիտենք տեսանյութ Քրիստինե Չրչյանի մասնակցությամբ եւ վերադառնանք տաղավար։
Իրականում շատ հաճելի է լսել, նամանավանդ երաժշտական դադարները երբեմն նաև այսպիսին պետք է լինեն, շատ հանգստացնող, շատ մեղմ։ Ես առաջարկում եմ մենք զրուցենք եւ նաև ընթացքում կլսենք երաժշտությունը, իսկապես շատ հաճելի էր։ Էլբրուսում է նկարվել, ոնց հասկացա։ Մի քիչ պատմեք դրա մասին, դա ոնց է ստացվել, որովհետեւ տեսահոլովակն էլ էր բավականին հետաքրքիր։ 2022 թվականի սեպտեմբերին ես եւ հայտնի ռուս դաշնակահար Ալեքսանդր Յակովլևը ստացանք հրավեր Վալերի Գերգիևի կողմից Մարինյան թատրոնի ֆիլիալում Վլադիկավկազում ելույթներ ունենալու երկու համերգ էր, մեկը ես եւ դաշնակահարը միասին համատեղ ծրագրով, հաջորդ համերգը իրենց սիմֆոնիկ նվագախմբի հետ ես կատարեցի Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը, իսկ Ալեքսանդրը կատարեց Պրոկոֆիևի դաշնամուրային կոնցերտը, կարծեմ թիվ 3-րդ կոնցերտը, ու իրենց մոտ նշվում էր Ալանյայի քրիստոնեության ընդունման 1100-րդ ամյակը, այդպես ու այդ համերգները նվիրված էր դրան, ասեմ, որ նաև Ալեքսանդր Յակովլևի հետ մեր համագործակցությունը սկսվել է Առնո Բաբաջանյանի 100-ամյակին համերգային, այդպես միասին համերգային ծրագրով Հայաստանում ենք ելույթ ունեցել իրան հրավիրեցին տաղարան համույթը ազգային կենտրոնը կամերային երաժշտության տան, այդպես համերգի մեր համագործակցությունը այնտեղից սկսվեց, հետո միասին այդ Բաբաջանյանի սոնատի ձայնագրությունը Վալերի Գերգիևը լսել էր եւ հրավիրել էր երկուսիս այնտեղ, նաեւ այդ ժամանակ համերգներ ունեցան Կրասնոդարում, Նավառայսիսկում, վարպետության դասեր, ես եւ Ալեքսանդրը այդպես անցկացրեցինք այնտեղի երեխաների հետ։ Ոնց հասկացա, արտերկրում շատ եք եղել եւ շատ համերգային նախագծեր ու ծրագրեր այնտեղ են եղել, հետաքրքիր է Լևոն Զորյանի հիշատակին նվիրված միջոցառումներ երկրից դուրս կազմակերպվել են, թե կան նպատակներ, դեռ ոչ, ցավոք սրտի Լևոն Զորյանին հիմա շատ քչերն են հիշում, շատ ցավալի է, որը տվել է ջութակարների մեծ սերունդ, հա, որոնք հիմա տարբեր երկրներում են, օրինակ Մովսես Պողոսյանը, Հայկ Ղազարյանը, ես Համեստությունն այնուամենայնիվ Զորաբ Թատևոսյանը, նաև շատ Այնուամենայնիվ Քրիստինե, սա եւս ժեստ է, եւս մեկ անգամ իր մասին հիշեցնելու իր թողած այդ վաստակի ու ավանդի մասին։ Ինքը հանդիսանում է մեր ջութակի Լարային դպրոցի հենասյուներից մեկը, հենասյուներից։ Եվ ինչ գործեր կատարվեցին համերգային ծրագրի ժամանակ, արդյոք իր հեղինակայիններն էին, թե կային հայտարարներ։ Ընդամենը ինքը սովորացրել է, այո, հասկացա։ Ինչ հիմնական այդպես երաժշտություններ էին ներգրավված։ Կատարվեցին, նաև ասեմ, որ այդ համերգին մասնակցում էր միասին իմ հետ դաշնակահարուհի Մարինե Մարկարյանը, որի մայրիկը եղել է իմ նվագակցողը դպրոցական տարիներին Լևոն Պապկենովիչի մոտ, որ սովորում էի այդպես։ Միասին կատարեցինք Բրամսի թիվ 3-րդ սոնատը, հետո Սարասատեի նվիրում Ռոսինին, օպերաների թեմաները շատ հետաքրքիր ստեղծագործություն, այդպես բալադը Պորումբեսկուի, հետո նվագել ենք Սինժելե Տրավիատա։ Եվ սա տաղարան համույթով եք ամբողջությամբ նվագել, Չէ, իմ միայն ձեր մասին է խոսքը, տաղարան համույթը ներկայացնում եմ, այո, հասկացա։ Այ խոսենք նաև տաղարան համույթի, ձեր կապը ինչպես համույթի հետ ստեղծվեց ու քանի տարի է որ արդեն համույթում եք։ Արդեն երևի, եթե չեմ սխալվում, 2013 թվականից, 12 եւ ավելի տարի, այո, 12 տարի մոտ, այդպես թե տաղարան համույթը հանդիսանում է Հայաստանում միակ հնագույն երաժշտության համույթ, որը կատարում է Փարոք շրջանի եւ հայկական կոմպոզիտորների գործեր, հայ ժողովրդական նույնիսկ կարելի ասել, դա շատ վաղուց որ չկան, այդպես նաեւ եվրոպական տարբեր այդ Փարոք շրջանի ու ոչ միայն նաև ժամանակակիցել են կատարում։ Կարևորը որ ազգայինը պահպանվում է, որովհետև այս դեպքում դիմագիծը պահելը, փոխանցելը հետագասերուն եւ շատ կարևոր է։ Մենք պետք է գնահատենք առաջինը մեր ունեցածը, շատ համաձայն եմ։ Քանի որ ձեր դեպքում Լևոն Զորյանը որպես ձեր առաջին ուսուցիչ տպավորվել էր, հետաքրքիր է դուք ունեք աշակերտներ եւ դուք էլ ինչ-որ մարդկանց աշխատում եմ Չայկովսկու մասնագիտացված միջնակարգ երաժշտական դպրոցում, այդպես ունեմ լավ երեխաներ, իդեպ ասեմ, իմ մոտ 2 չինացի երեխա է սովորում, որոնցից մեկը
4 դասարանն է, հայերեն չգիտի ընդհանրապես։ Ինչպես է ստացվում հաղորդակցվել։ Google Translate ժամանակակից տեխնոլոգիաները։ Հիմա սովորում է հայերեն, հուսանք մի քիչ կսովորի եւ մեր հետ մի 2 ամիս առաջ տաղարան համույթի հետ ինքը նվագեց Փախի Չուտակի կոնցերտը, այդպես շատ լավ մի հատ է փոքրիկ չինացի աղջիկ ունեմ, որ առաջի դասարանն է սովորում, ինքը նաեւ դպրոցն է հայկական Չայկովսկու, նաեւ միջնակարգ դպրոց կա, հենց այնտեղ սովորում է հայերեն եւ ասեմ որ շատ լավ սիրուն գրում է, հայերեն խոսում է շատ լավ, այդպես կան լավ երեխաներ, այդ երկուս ուղակի առանձնացրեցի, որ չինացի են, բայց մեր հայ երեխաներն էլ շատ լավն են եւ այստեղ կարծում եմ թեկուզ հայերեն չգիտեմ, բայց երաժշտության լեզուն այլ է եւ կարող է այո, այլ կերպ կարող են հաղորդակցել։ Եվ նաեւ իմ համար, որ ես Վլադիկավկազում էի, համընկավ, որ սեպտեմբերի ջերմուկի դեպքերի հետ եւ Հայաստանի մասին շատ քիչերը կարելի է ասել այնտեղ գիտեին ու ես որ այնտեղ կատարեցինք Յակովլևի հետ հայկական Բաբաջանյանի սոնատը, որին իրանք գիտեին միայն երկերով։ Այդպես եւ Կոմիտաս, շատ քիչերն էին նույնիսկ լսել Կոմիտաս, դալիճը հուզվեց Կոմիտաս լսելուց, ես եւ մի քանի բառով ներկայացրեցի Կոմիտասը ով է եղել, այդպես բան, ու գտնում եմ, որ երաժշտության միջոցով մենք պետք է մեզ ներկայացնենք աշխարհին։ Շատ համաձայն եմ, շատ ճիշտ եւ շատ հետաքրքիր բան եք ասում, որովհետեւ դուրս գալով Հայաստանի սահմաններից դուրս առաջին հերթին իրազեկում ենք մեր մասին, թե երաժշտության լեզվով, թե թատրոնի լեզվով առհասարակ, նաեւ խոսենք այսօրվա սերնդի ջութակի նկատմամբ հետաքրքրության մասին, շատ են առհասարակ նրանք ինչպես է այդ կապը ստեղծվում ջութակի եւ երեխայի միջեւ, քանի որ նաեւ դասավանդում եք այս բառագայում։ Թե ինչ որ ձևով պետք է հետաքրքիր լինի, նաև որ հետաքրքիր մատուցես, որ երեխան ուզենա ու լսեն պետք է, այնպես չի որ օրինակ էս մեր վերջի համերգին հանդիսատեսը նույնիսկ ոչ երաժիշտները շատ տպավորված էին եւ ասում էին վայ հաճախակի մենք միշտ պետք է գանք համերգների, պետք է ճիշտ ձևով մատուցես, ճիշտ մոտեցում, հետո ամեն մի երեխա առանձին է, նման չի մյուսին, մեկի հետ խաղի ձևով, փոքրերի հետ այն ձևի, որ հետաքրքիր պետք է ասնի ու իրանք սիրեն գործիքը։ Շատ բուրըն աշխատանքային գործունեության մեջ եք գտնվում եւ դա իսկապես շատ հաճելի է թե դասավանդելու տեսանկյունից, թե նաեւ նվագելու տեսանկյունից։ Ես շնորհակալ եմ այս հարցազրույցի համար ձեզ։ Նոր բեմեր, նոր ներկայացումներ, նոր պրեմիերաներ առհասարակ եւ հանդիսատեսի սպասված արձագանք, որովհետեւ ես կարծում եմ դա եւս շատ կարեւոր է, երբ հանդիսատեսը հասկանում է այն, ինչ որ մատուցվեց երաժշտության, այս դեպքում ջութակի լեզվով։ Շնորհակալ եմ դարձյալ։ Արգելի հեռուստադիտող, մի հեռացեք էկրաններից, քանի որ շուտով մենք նորից կվերադառնանք տաղավար եւս շատ հետաքրքիր եւ ինֆորմատիվ զրույցով։